Շատ վտանգավոր նորություններ են գալիս Միջին Արևելքից, հետո ինձ կհիշացնեք այս վերջնագիրի մասին էլ խոսանք, որը Տրամպը ներկայացրեց, բայց հետո հետ քաշվեց։ Ինչ վերաբերվում այս միջուկային հարվածներին, սա իսկապես աննախադեպ բան է, անգամ տեսական առումով միջազգային հարաբերություններում այսպիսի բան մենք չենք տեսել, որ կիսամիջուկային էսկալացիա գնա, այսինքն մի երկիրը ակնարկ անի, որ ես կարող եմ հարվածել քո ռեակտորին եւ 250 մետր հեռավորության վրա ռեակտորից բուշերում, ոչ միայն նատանզում, այլ նաեւ բուշերում հարված հասցնի։ Եվ մյուս երկիրը պատասխանի նրանով, որ դիմանակաղաքում չգիտեմ քանի 100 մետր, ասում են 1 կիլոմետր հեռավորության վրա հարված հասցնի, հասկացնելով, որ ես էլ կարող եմ այս քայլի գնալ։ Այսինքն սա կիսամիջուկային էսկալացիա է։ Հարցը այն է, որ Իսրայելը իսկապես ունի 200-ից մինչև 300 ասում են միջուկային գլխիկ։ Իսկ Իրանը, ինչպես ասում են եւ ինչպես հենց Իրանն է ասում, ունի 450 կիլոգրամ հարստացված ուրան, որով կարելի է սարքել 10-ից 11 գլխիկ, եթե դեռ չեն սարքել։ Սա ծայրահեղ վտանգ իրավիճակ է, բայց այնտեղ կատարվում են եւ մի քանի ուրիշ բաներ, եթե ուզում եք պատմեմ դրանից։